Կխնդրեի պարոնայք, եթե ունեք տեղեկություններ Եղիշե Կիրակոսյանի հեռացման պատճառների հետ կապված, ինչ տեղեկություններ կան, նա չի պարզաբանել եւ այս փուլում երբ Ադրբեջանից ստացվել է խաղաղության բանակցությունների այդ պատասխանը, հա, կամ ադրբեջանական առաջարկներն է ստացվել, որի մեջ գիտենք նաեւ հայցերը երկկողմանի հետ քաշելու մասին բանակցություններ կան, արդյոք Ադրբեջանը այլ առաջարկ է արել, հնարավոր է այլ առաջարկ է արել, օրինակ, ինչպես վարչապետն էր ասում, խաղաղության դեպքում հայցերը հետ քաշելը մեծ առումով Հայաստանի համար այսպես ընդունելի է, հնարավոր է մինչև խաղաղության պայմանագիրն է Ադրբեջանը պահանջում եւ Եղիշե Կիրակոսյանը մեծ հաշվով հակադիր կարծիք է արտահայտել, նա կարծում է, որ խաղաղությանը այդ հայցերը եւ դրանք հետապնդելը դեմ չէ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք պատճառները եւ նաեւ ադրբեջանական առաջարկները պարզաբանեք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկնաբանել այնքանով, որ մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես էլ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ այն է, որ սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանը աշխատանքից ազատվել եւ սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։ Ամենևին չէի ցանկանա ձեր առաջին եւ երկրորդ հարցերը կապել միմյանց հետ, ես կարծում եմ դրանք առնչություն չունեն եւ եթե պարոն Կիրակոսյանը հետագայում կցանկանա մեկնաբանություն տալ, իհարկե հետաքրքիր կլինի լսել, բայց ես իսկապես չեմ կարծում, որ այստեղ կապ է պետք փնտրել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջին 12-րդ խմբագրությանը, որը Ադրբեջանը ուղարկել է, ինչպես արդեն նշվել է, երկու հոդվածների վերաբերյալ դեռևս կա տարբերություններ դիրքորոշումներում, այսինքն այն առաջարկները, որը Հայաստանը ուղարկել էր Ադրբեջանը ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնվել, այս տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող, այդ առաջարկները, նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Իրողություն եմ խնդրում մի հավելյալ հարց, հա, տամ պարզաբանում որպես, այսինքն դուք չեք տեսնում, որ տարաձայնություններն են եղել մասնավորապես հայցերը հետ քաշելու բանակցությունների վերաբերյալ Կիրակոսյանի հեռացման պատճառը, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ես նման կապ չեմ տեսնում, շնորհակալություն։ Լիլիթ Կայսյան, ձեր հարցը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը այսօր նոր գրառում է արել եւ հայտարարել է, որ Հայաստանը համաչափ եւ ողջամիտ ջանքեր չի գործադրում գերիների հետ կապված ազատ արձակելու եւ գտնում է, որ պետք է անեն նույն այն քայլերը, ինչ մյուս կառավարությունները, ինչ է անում Հայաստանի իշխանությունը գերիների հետ բերելու համար եւ ինչպես կարձագանքեք Վարդանյանի փաստաբանին։ Շնորհակալություն։ Անկեղծորեն չէի ցանկանա հեռակաբանավեճի մեջ մտնել փաստաբանի հետ, որովհետև այլ հարթություններ են եւ այլ տիրույթներ են եւ չէի ցանկանա մեկնաբանել այդ մեկնաբանությունը։ Ինչ վերաբերվում է արվող եւ չարվող քայլերի մասին, երեք թե վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը այս հարցին պատասխանել են եւ մեկնաբանել են, թե ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը, անում է թե տեսանելի քայլեր, որոնք թվեց երեք արտգործնախարարը ըստ էության, եւ արվում են բազմաթիվ քայլեր, որոնք իրապես տեսանելի չեն, եւ ես կարծում եմ, որ նաեւ Ադրբեջանի կողմից այդ դատավարությունների նման հրապարակայնացումը եւ այդ մեծ զգացմունքների վրա փորձել աշխատելը նաեւ այս նպատակն է հետապնդում, որ մեր ըստ հանրային քաղաքական եւ նաեւ լրատվական դաշտում դա անդադար այս ներքին ուրեմն խմորումներ առաջացնող թեմա դառնա։ Ուստի ես կրկին կխուսափեմ ես գիտեք գայթակղությունը շատ մեծ է, ինչ որ շատ
լուրջ հայտարարություններ անելու եւ շատ ազդեցիկ խոսքեր ասելու, բայց կրկին պիտի նշեմ, ինչպես այս շաբաթ մի քանի անգամ ասել եմ, պետք է գնահատել թե այդ խոսքերը որքան են օգտակար գործընթացին, այն է բոլոր գերիների պահվող անձանց եւ պատանների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձի խնդրին որքան են օգուտ տալու եւ որքան են վնաս տալու։ Եթե ուզում եք ավելացնել։ Ես ուտ երկրորդելով գործընկերոջս պետք է խնդրեմ բոլորիս հատկապես ուշադրություն դարձնենք, որ այս թեման շատ զգայուն թեմա է եւ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների հետ, որոշ պայմանավորվածությունների հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության ես նաեւ պետք է մեր ուշադրությունը հրավիրեմ, որ պատերազմից հետո ուրեմն մեր շատ մեծ թվով մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան, հենց այս ուրեմն լուր առանց էմոցիաների զուսպ աշխատանքի արդյունքում։ Հակառակը ես վստահեցնում եմ լավ արդյունքի չի բերում։ Շնորհակալություն։ Ռեբսի